Բարև ձեզ։ Այսօրվա մեր հաղորդմանը մասնակցող հոգևորականը Տեր Ovsե Քահանա Հովհաննիսյանն է։ Տեր Այրը կպատասխանի 6 հարցի, որոնք գրել են Facebook-յան հարց ու պատասխան էջի մեր օգտատերերը։ Շարունակեք ուղղել ձեր հարցերը, իսկ մենք տեսակապով միանանք քահանային, օրհնեցեք Տեր Այր։ Աստված օրհնի։ Սկսենք արտակի հարցից։ Եթե կնքահայրը հանգամանքների բերումով չի կարողանում իր սանիկների հոգևոր դաստիարակությամբ զբաղվել, բայց նրանց համար միշտ աղոթում է, սա բավարար է արդյոք, եւ եթե ոչ, ինչպես լրացնել բացը։ Խնդրեմ։ Շնորհակալ ենք հարցի համար։ Նախ պետք է հասկանալ, թե կնքահայրը քրիստոնեական ավանդույթի մեջ ինչ դերակատարություն ունի իր սանիկների կյանքում եւ ինքնին կնքահոր դերակատարությունը շատ ավելին է, այն է, որ պետք է զբաղվի իր սանիկների կամ սանիկի հոգևոր դաստիարակությամբ։ Եվ հատկապես շատ կարևոր է անչափահասի պարագայում, այն է, որ մինչև չափահասություն Աստծո առջև կնքահայրը ստանձնում է հոգևոր դաստիարակությունը իր սանիկի կամ սանիկների նկատմամբ։ Եվ քրիստոնեական եւ ժողովրդական ավանդույթի մեջ ինչպես է նախանշվել կնքահայրը, ուրեմն անվանել են որպես երաշխավոր, անվանել են սանահայր կամ կնքահայր։ Եվ որից հետո արդեն ձևավորվել է ժողովրդի կողմից որպես կնքահայր, որպես քավոր։ Եվ ուրեմն ինչ անի, երբ որ կնքահայրը ինչ-ինչ բերումով չի գտնվում իր սանիկների մոտ, մեր ներկա արդի ժամանակներում թույլ է տալիս հեռավոր նաև արտերկրից եւ դրսից ուրեմն կապեր հաստատել։ Միայն աղոթել միանշանակ շատ կարևոր է աղոթել իր սանիկների համար, բայց հնարավորության դեպքում եւ հնարավորության պարագայում պետք է եւ ֆիզիկապես այո ներկա լինել եւ հոգեպես ներկա լինել իր սանիկների կյանքից ներս։ Բայց այդ պատճառները, հանգամանքները կարող են տարբեր լինել եւ աղոթել միայն իհարկե բավարար չէ, բայց շատ ցանկալի է աղոթելու իր սանիկների համար։ Եվ ի վերջո պետք է կնքահայրը, այո, եւ ներկա լինի իր սանիկների կյանքից ներս եւ պետք է աղոթք անի եւ թեկուզ եւ հեռահար եւ հեռավար սկզբունքներով ուրեմն կապ հաստատի իր սանիկների հետ եւ իր խորհրդով, իր հորդորներով ներկա լինի սանիկների կյանքում։ Հովհաննեսին հետաքրքրում է քույր եկեղեցիների ծիսական օրացույցում կա արդյոք Վարդանանց սրբերի հիշատակության օր եւ առհասարակ հայ սրբերից ովքեր են հիշատակվում այլ եկեղեցիների կողմից։ Շնորհակալ ենք նորից հարցի համար։ Սրբոց Վարդանանց տոնը միանշանակ այլ կամ քույր եկեղեցիների մոտ ուրեմն չի հիշատակվում։ Նախ հասկանանք ինչու համար չի հիշատակվում, որովհետեւ Սրբոց Վարդանանց տոնը դա մեր հայ առաքելական եկեղեցուն բնորոշ տոներից մեկն է, որը որ ազգային եկեղեցական տոն է համարվում, այդ իսկ պատճառով չի կարող Սրբոց Վարդանանց տոնը ուրեմն նշվել քույր կամ այլ եկեղեցիների կողմից, բայց հատկանշական է նշել այլ ուրեմն մեր սրբերից Սուրբ Գրիգոր Լուսավորչին առանձնացնենք, ինչու համար, որովհետև կաթոլիկ եկեղեցին ուրեմն Սուրբ Գրիգոր Լուսավորչին իր սրբերի շարքին է դասել եւ ի վերջո համարվում է Նեապոլ քաղաքի բարեխոս սուրբը, ով երկրորդ սուրբն է համարվում, իմիջիայլոց ասեմ, այն է, որ առաջին սուրբը այդ քաղաքի համարվում է Գենարիոս, ուրեմն եպիսկոպոսը, եւ երկրորդ պահապան սուրբը համարվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, եւ կաթոլիկ եկեղեցու օրացույցից, տոնացույցից ներս ուրեմն հիշատակության օր ունի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը եւ այդ հիշատակության օրը շատ հստակ կերպով ձևակերպվում է որպես սեպտեմբերի 30-ը։ Շատ կարևոր է նաեւ հիշատակել եւ առանձնացնել նաեւ Սուրբ Գրիգոր ուրեմն նարեկացուն։ Ինչու համար, որովհետեւ 2015 թվականին կաթոլիկ եկեղեցին Սուրբ Գրիգոր նարեկացուն անվանեց իր եկեղեցական, ուրեմն կաթոլիկ եկեղեցու ամենամեծ կոչման արժանացրեց եւ այդ ամենամեծ կոչումը համարվում է
տիեզերական վարդապետ լինելու ուրեմն կոչումը։ Եվ այդ տիեզերական վարդապետը 1298 թվականից ի վեր ուրեմն կաթոլիկ եկեղեցին ունի ընդամենը 37 ուրեմն այդ կոչումը ստացած սրբեր, որոնցից մեկը 36-րդը դա Սուրբ Գրիգոր Նարեկացին է։ Եվ նույնպես Սուրբ Գրիգոր Նարեկացին եւ կաթոլիկ եկեղեցում հիշատակության օրը համարվում է փետրվարի 27-ը։ Պահքի ընթացքում ինչու աշխարհգալոցի արարողություն չի կատարվում։ Մելինեի հարցն է։ Նորից շնորհակալություն հարցի համար։ Նախ ասենք, որ աշխարհգալոց ուրեմն ժամանակին անվանվել է տաճարի խնկարկություն եւ ժամանակի ընթացքում հետո է արդեն ձևափոխվել եւ դարձել է ուրեմն աշխարհգալոց։ Բոլորս է գիտենք, որ մեծի պահոց շրջանում աշխարհգալոցի եւ ոչ միայն աշխարհգալոցի, այլ ծիսական փոփոխություններ է տեղի ունենում, իսկ այդ ծիսական փոփոխությունները ամբողջական հենց ծիսական սուրբ պատարագին, սրբազան պատարագին է վերաբերում, վարակույրը փակ է եւ այդ իսկ պատճառով աշխարհգալոցի արարողություն չի կատարվում, ինչպես նաեւ չի տրվում ողջույնը պատարագի ընթացքին, նաեւ բոլորս էլ գիտենք, որ պատարագի ընթացքում նաեւ պատարագիչ հոգեվորականը ուրեմն իր սքեմով չպետք է երևա ուրեմն հավատացյալներին, հա, եւ ինչու համար, որը շատ ավելի ուսումնասիրության կարիք ունի, որը ժամանակի ընթացքում փոփոխվել է եւ այս փոփոխությունները հիմնականում բնորոշ են եւ բնորոշ է միայն մեր հայ առաքելական եկեղեցուն։ Սիրանուշին հետաքրքրում է եկեղեցիների բացման եւ փակման ժամերը, ով եւ ինչպես է որոշվում, եւ թեմերն ունեն արդյոք այս հարցում տարբերություններ։ Շնորհակալություն Սիրանուշին հարցի համար։ Հիմնականում եկեղեցիների փակվելու եւ բացվելու արողակարգ չանվանենք, բայց փակվելու եւ բացվելու կարգը ինչպիսին է, հիմնականում որոշվում են թեմակալ առաջնորդների կողմից եւ որոշվում է տեղի հոգեվորականի, այլև նաեւ ժողովրդական այն տարածաշրջանային սովորույթներից եւ այդ տարածաշրջանային ուրեմն սովորույթները հիմնականում եւ եկեղեցու հետ է կապված եւ նաեւ ժամերգությունները, աղոթքները հիմնականում փակվում են երեկոյան ժամերգությունից հետո եւ առավոտյան բացվում է ժամերգությունից առաջ։ Ամառային շրջանում փոքրինչ ավելի երկար է բացվում եկեղեցին, իսկ ձմռան շրջանում ուրեմն կարող է այդ փոփոխություն ունենալ։ Այո, թեմերի մեջ կարող է տարբերություն լինել եկեղեցիների փակման եւ բացման մեջ, բայց նշենք, որ մեծ տոնակատարությունների ժամանակ, մեծ տոների ժամանակ ուրեմն եկեղեցիները շատ ավելին է բաց լինում, կոնկրետ մեր եկեղեցում որպես միակ գործող եկեղեցին Սպիտակում, Սուրբ Հարություն եկեղեցին, տոն օրերին շատ ավելի երկար է բացվում։ Եղել է օրինակ ամանորի գիշերը մինչև ժամը 4-ը եկեղեցին բաց է եղել եւ մենք էլ հոգեվորականներս ներկա ենք եղել այնտեղ ժողովրդի հետ Սուրբ Ծննդյան նաեւ տոները եւ ճրագալույցի պատարակներից հետո եկեղեցիների բաց մնալը բավականին ավելի երկար է լինում։ Ներսես շնորհալու հավատով խոստովանի մի 24 մասերից յուրաքանչյուրն առանձին աղոթք կարելի է դիտարկել եւ յուրաքանչյուրն արդյոք մի նպատակի կամ խնդրանքի համար է նախատեսված։ Լյուդմիլան է հարցնում։ Շնորհակալություն Լյուդմիլային հարցի համար, թող Աստված օրհնի։ Իրապես հավատով խոստովանիմը համաշխարհային հոգեվոր գրականության գոհարներից է եւ այն թարգմանվել է 36 լեզուներով եւ օրվա 24 ժամերի համար է նախատեսված։ Միանշանակ հավատով խոստովանիմը դավանական, զղջական, պաղատական եւ խոստովանական ուրեմն աղերսներ են պարունակում իր մեջ։ Ամեն մեկ ժամը, այո, կարող ենք դիտարկել որպես 24 տներից բաղկացած հավատով խոստովանիմ աղոթքը, ուրեմն աղոթելու առանձնակի կերպով եւ յուրաքանչյուր աղոթք հենց հեղինակը անվանել է, որ յուրաքանչյուր աղոթք համարվում է
Քրիստոսին հավատացող, ուրեմն հավատացյալի աղոթք է համարում եւ իհարկե կարելի է օգտագործել ցանկացած տուն ըստ իր բովանդակության։ Օրինակ, Պահապան ամենայնի աղոթքը ասում է որպես երեկոյան աղոթք։ Իմաստություն Հորի Հիսուս աղոթքը ուրեմն ասվում է օգտագործում ենք Տիրոջից իմաստություն խնդրելու ժամանակ։ Լյուդմիլայի երկրորդ հարցը եկեղեցիներում սրբանկարների համբուրելուն է վերաբերում, կարելի է արդյոք եւ առհասարակ ինչերն են համբուրելի համարվում։ Շնորհակալություն նորից Լյուդմիլային հարցի համար։ Համբուրելը առհասարակ սրբապատկերների համբուրելը դա մեր ժողովրդի բարեպաշտական ուրեմն սովորություններից է համարվում եւ հարգանքի նշան է համարվում, այլ ոչ պաշտամունքի առարկա։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ մեր հայ առաքելական եկեղեցին պատկերամարտության ուրեմն ժողովի մասին կարող ենք հիշատակություն ունենալ, որ մենք ավելի պատկերահարգ ենք, այլ ոչ թե պատկերապաշտ։ Իհարկե խորհուրդ չի տրվում համբուրել սրբապատկերները, մենք կարող ենք վնասել տվյալ սրբապատկերը։ Շատ կարևոր է նաև հիմնականում կանանց է վերաբերում, լինում է որ շրթներկով են մոտենում եւ համբուրում։ Նա նշենք, որ չի կարելի շրթներկով ուրեմն մտնել եկեղեցի կամ շպարված ուրեմն լինել եկեղեցի մտնելիս։ Սրբապատկերները խորհուրդ չենք տալիս համբուրել, այլ համբուրելի են համարվում սրբազան մասունքները։ Իսկ սրբազան մասունքները դա համարվում է Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, Քրիստոսի ուրեմն խաչափայտից ուրեմն մասունքները։ Սուրբ Պատարագի ընթացքում կարող ենք տեսնել ինչպես են հավատացյալները մոտենում եւ աշխարհգալոցի ժամանակ հենց խաչվառը համբուրում կամ կտեսնենք որ եկեղեցի մտնելիս ուրեմն եկեղեցու դուռն են համբուրում։ Ի վերջո սրբապատկերի եւ եկեղեցու դռան կամ պատը համբուրելը կամ խաչվառի համբուրելը ինչու համար սրբապատկերը նշեցինք որ չի կարելի խորհուրդ չենք տալիս ոչ թե չի կարելի այլ խորհուրդ չենք տալիս որ համբուրեն որովհետեւ այդ համբուրելով կարող են նաեւ վնասել սրբապատկերը եթե ցանկանում ենք ուրեմն այդ բարեպաշտական ուրեմն սովորությունը պահել մեր մեջ գոնե ունենանք գիտակցություն եւ մեր խոնարհությունը բերենք ինչպես պատարագի ժամանակ մոտենալով խաչվառին մենք խոնարհվենք եւ գոնե դիպցնենք ուրեմն մեր գլխին խաչվառը եւ ուրեմն մոտենանք եւ մեր խոնարհությունը տանք ուրեմն եկեղեցու ուրեմն դռանը կամ եկեղեցու պատին։ Շնորհակալ եմ Տեր Այր մեր հաղորդմանը մասնակցելու, մեր օգտատերերի հարցերին պատասխանելու համար։ Տեր Օվսե Քահանա Հովհաննիսյանն էր տեսակապով միացել մեզ, ես կսպասեմ ձեր հարցերին, մինչ հաջորդ կիրակի։ Հաջողություն։